Բարի օր, աշխարհասփյուր հայությանը, հուսով եմ լավ եք, այսօր հունիսի 7-նա, ընտրությունները ավարտվել է, տեղյակ եք նոր ձևավորված ուժերը, ովքեր են մտել խորհրդարան, եթե տեղյակ չեք, մի հատ ասեմ, միգուցե մարդիկ կան դեռ տեղյակ չեն, համարյա թե 50%, 49 քանի տոկոս ձայն հավաքել է քաղաքացիական պայմանագիր, 24% էր, թե 23 ու ինչքան Սամվել Կարապետյանի ուժը, մոտորապես համարյա 19 ու քանի էլի, Ռոբերտ Քոչարյան մի քիչ էր պակասում 4%-ը հաղթահարեր Բարգավաճ կուսակցությունը, մնացած ուժերը չեն հաղթահարել 4% շեմը, հələ հաստատ չգիտեմ, բայց եթե չեմ սխալվում, Գագիկ Ծառուկյանի խմբակցությունը, Բարգավաճ Հայաստանը կուսակցությունը եւս մտնելու է, որովհետեւ այնտեղ կոլորացնում են թիվը 3%, 996 ամբողջ 996% է, իսկ 6 որ կոլորացնում ես 0-ին է զգտում, այսինքն դեպի 4 թիվը։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ այս սաստավով ընդդիմություն մտել ազգային ժողով, Ռոբերտ Քոչարյանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության մասով ահա որ դժգոհություն ունեմ, քանի որ Սամվել Կարապետյանի ուժը դեռ չգիտեմ իրանց ինչպես են դրսևորելու, նոր են, չկտրած ձմերուկ։ Կհասկանանք ոնց են իրանց դրսևորում։ Ամեն դեպքում բոլորին եմ շնորհավորում, որովհետեւ հայ ժողովուրդն են ընտրել այդ 4 ուժին, որ գնան ազգային ժողով։ Պարզա իշխանությունը մնաց իշխանության ձեռը, չփոխվեց իշխանությունը, բայց ամեն դեպքում մնացած մեր հայրենակիցներն էլ իրանց ընտրությունը, իրանց հավանությունը եւ վստահությունը տվել են մնացած են 3 ուժին, ովքեր որ ազգային ժողովում կլինեն ընդդիմություն 5 տարի։ Բայց որ ասում է փորձս արդեն ասում է էլի, ես հիշում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության գործունեությունը 44-օրյա պատերազմի ժամանակ, չէ որ իրանք էին երկրորդ ուժը, երկրորդ խմբակցությունը ազգային ժողովում եւ ոչ մի բան չեն արել, իսկ մեր երկիրը պարլամենտական երկիր է։ Արել են, ավելի շուտ կողմ են եղել, որ պատերազմը շարունակվի առանց հողերի փոխզիջման, կա խմբակցության ղեկավարի անպագորգոր ելույթը, մինչև հիմա պատտվում է համացանցում, բայց միևնույնն է մեր հայրենակիցների մեծամասնությունը մի հոգու է տեսնում պատասխանատու, մի հոգու է տեսնում դավաճան, մի հոգու է տեսնում պարտված։ Այնինչ պարտվել ենք ազգովի, պարտվել է Հայաստանի Հանրապետությունը եւ պարտվել է ոչ միայն պատերազմ, ընդհանրապես պետական համակարգը փդած էր, այդ թվում եւ բանակի շտաբը ասեմ, թե ավակ սպաները, գեներալները, այսինքն մի հատ այնպիսի մեխանիզմ էին ձևավորել այդքան տարի, որ անհնար էր այդ պատերազմը հաղթել։ Այդ թվում եւ ամենագլխավորը համարժեք սպառազինություն չէին արել։ Ով է պատասխանատուն։ Ազգային ժողովի խմբակցությունները պատասխանատու չեն, ամեն ինչ պատասխանատու են։ Այդ որ Ալիևը հասել է Բաքու, Ստեփանակերտ, Շուշի, գրավել է ամբողջ Արցախը։ Տեղյակ եք, որ իրանց էլ ունեն խորհրդարան։ Գիտեք, որ այդ մենք ասում ենք ոչ թե Ալիևն է գրավել, այլ Ադրբեջանը հաղթել է, չէ՞, Ադրբեջանն ենք վերագրում։ Հիմա ձեզ ես չգիտեմ, առաջարկեմ, խնդրեմ, հրահանգեմ, չգիտեմ, որ տարբերակն է ճիշտ, դուք որ մտել եք ազգային ժողով, ընդդիմություն, դուք հավասար պատասխանատվություն եք կրելու մեր պետության վաղվա օրվա համար։ Եթե այս իշխանությունը որևէ սխալ քայլ փորձի անի, դուք չգնաք սկսեք բոյկոտել, դուք պետքա գնաք ճիշտ քայլ առաջարկեք։ Դուք պետքա ցույց տաք, որ իշխանություն դու այս քայլը սխալ ես անում, ճիշտը էսա։ Մենք տեսանք 5 տարի այդ բոյկոտը։ Ռոբերտ Քոչարյանի ուժը կոնկրետ ազգային ժողովում մատնված էր անգործությամբ։ Մենակ փոխհրաձգության մեջ էին, դուք եք մեղավոր, դուք եք թավաճան, դուք եք մյուս կողմից էլ նույն բանը։ Անկեղծ ասած, այն քարոզարշավի ընթացքում էլ ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը հենց տենց էլ ուզում է, որ ազգային ժողովում ձևավորվի, այսինքն ընդդիմությունը դառնան Սամվել Կարապետյանն եւ Ռոբերտ Քոչարյանն, որովհետեւ իրան հարմար են այդ մարդիկ։
Սամվել Կարապետյանը ճիշտ է քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, բայց գիտենք, որ մերձ է եղել միշտ էլ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նախկին արժե համակարգի կրողներից է, եւ իսկ Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ ղեկավարել է երկիր եւ իր ժամանակներում եղել է լիքը սխալ բաներ, որը այսօր մենք դրա պատուղները քաղում ենք։ Ամեն դեպքում արդեն ընտրվել եք, պետքա լուր աշխատել։ Ես չեմ ուզում այս 5 տարին ինչ խժդժություններ կար ազգային ժողովում եւ այդ էներգիան փոխանցում էր հայ հանրությանը, չեմ ուզում այդ էներգիան էլի ցրեք դուք հայության եւ հայ ժողովրդի մեջ։ Հավատացնում եմ ձեզ, եթե դուք դե առողջ քննարկում կազմակերպեք, կտեսնեք իմ գործունեությունը ոնց է կամած կամ դուրս է մղվում արդեն, կամ ես իմ գործունեությունը մի քիչ այլ բնույթի կշարունակեմ։ Բայց ես բորբոքվում էի, ջղայնանում էի, թե ինչու դուք պետք է ազգային ժողովում գնաք աշխատավարձ ստանաք ու չաշխատեք։ Եթե ես 5 տարին էլ պետք է տենց անեք, մեղք մեր ժողովուրդ ուղակի, մեղք որ պետք է ազգային ժողովում գնան անձնական շահեր առաջ տալու համար կամ ինչ որ փոխադարձ հրաձգություններ ու մեղադրանքներ հնչեցնելու համար։ Ես ասել եմ, չասեցի, եթե մտնեն ազգային ժողով նորից նախկին իշխանությունները, ափսոս այդ ժամանակներ, ափսոս, մեղքս են գալիս մեր հայ ժողովուրդը, որ պետքա լսեն գզվրտոց։ Պարոն Քոչարյան, ուղիղ ձեզ ասում եմ, էլի, գիտեք, որ Փաշինյանին հայ ժողովրդի մեծամասնությունը ընտրել է։ Դուք պարտավոր չեք հարգել արդյոք այդ ժողովրդի ընտրածին։ Ինչ կապ ունի դուք չեք սիրում իրան, չեք հարգում։ Դուք պարտավոր եք առնվազն առողջ քննարկում կազմակերպեք եւ հարգալից վերաբերվեք օրվա ընտրված իշխանության հետ։ Ես չգիտեմ, դուք Неужели չեք ուզում ընդունեք, որ երբ որ դուք եք ընտրվել կամ ձեզ նշանակել են կամ դուք ձեզ ինքներդ եք նշանակել 98 թվին, 2004 թվին, երբ որ դուք ընտրված եք, որ ասում են Քոչարյանի ժամանակ այսպիսի լկտիություն չկար, բան չկար։ Դուք նկատել եք, որ ձեր աջակիցների մեջ էլ կա լկտիություն, բայց դուք սկսեք ձեզանից, որպես ավակ։ Դուք ավակ եք տարիքով, մեծեք Նիկոլ Փաշինյանից, երիտասարդ է, իր կողմից դուրս է գալիս բառամթերք, որը անընդունելի է, դուք ավակ եք, պետքա եւ ուղղություն տվողներ, եթե ունեք այդ մտածելակերպը, ինչ որ ես եմ ասում, եթե ունեք այդ մոտիկացումը, պետքա ուղղություն ցույց տաք, պետքա ցույց տաք, որ հարգելի, չգիտեմ, էլի ոնց ասեմ, Բարոն Քոչարյան, ձեր աջակիցների մեջ էլ նույն կերպ են վարվում, ինչպես որ իշխանության աջակիցների մեջ էլ կան։ Այսինքն դուք ինչով եք լավ տարբերում, եթե ասում եք դուք վատ եք իշխանություններին, դե ուրեմն դուք էլ եք վատ էլի, որովհետև իրանք էլ են անում այնպիսի բաներ իմ համար էլի անընդունելի, դուք էլ եք անում այնպիսի բաներ իմ համար անընդունելի։ Օրինակ ես երբեք չի պատկերացրել ու համար մի քիչ էլ ամոթա, որ երկրի վարչապետին համբալ են ասում, մեր երկրի վարչապետին, կամ փոխադարձ երկրի վարչապետն էլ իրանց ուրիշ բառեր է ասում։ Սա սիրուն չէ, լավ անցած է լինի, դա եղել է քարոզարշավ, հույս ունեմ, քարոզարշավն էլ բրծել է, հույս ունեմ, որ ազգային ժողովում չի օգտագործվի նմանատիպ բառամթերք, ազգային ժողովի եւ մեր ազգի եւ մեր պետության պատիվը ձեր ձեռքին է, ձեզ են դիտում ամբողջ աշխարհում, ձեր խոսակցություններն է ընդունում թշնամին կամ հարևանը կամ դարավոր բարեկամ, ողերին բարեկամը, սա ձեր խոսակցությունները վերցնում է եւ դուք պատկերն եք դառնում ներկայացրած Հայաստանի Հանրապետության։ Մի քիչ լուրջ վերաբերվեք եւ հարգեք ձեր պետականությունը, հարգեք ձեր դրոշը, պետության դրոշը։ Ինձ որ ասում են Գևորգ, քիչ ես ձայնը դնում, քիչ ես ձայնը դնում, ես ինքս ինձ նվազ էի զգում, ես ինձ ցածր էի դասում, այդպիսի կարևոր պաշտոն զբաղեցնել, այսինքն մանդատ ստանալ, ազգային ժողովում հայտնվել, ինքս ես ինձ ստոր եմ համարել այդ մասով, ստորադասել եմ, բայց պարզում է իմ պահելաձևը հանրային հասարակական գործունեության մեջ երևի ավելի լավն է, քան թե ձեր պահվածքը 5 տարվա մեջ ազգային ժողովում։ Վերջը հույս ունեմ, որ դուք կհաշտվեք իրականության հետ, էլ չեք ասի, էսա դուք վատն եք, ձեզ էսա ժողովուրդ շպրտելու է, ժողովուրդը իրաց շպրտեց, ժողովուրդը իրանց երրորդ անգամ ընտրեց, եւ ես ասեմ,
Նիկոլ Փաշինյանը 5 տարի ժամանակ ունի։ Պետքա ամեն ինչ ջրի երես անի, ամեն ինչ ժողովուրդը պետքա Քոչարյանի աջակիցներ իր աջակից բոլորը իմանան ճշմարտությունը ինչպես կա։ Եթե Ռոբերտ Քոչարյանը իր տարիներին կատարել է պետական դավաճանություն, վնաս հասցրել, հանցագործություն, եթե արել է այդքան բաներ։ Մենք գիտենք, որ դեպքեր է տեղի ունեցել Հայաստանում մարտի 1 հոկտեմբերի 27 քաղաքական սպանություններ, ընտրակեղծիքներ, վախի մթնոլորտ, լիքը բաներ, արտագաղթ, հա, այդքան բաները տեղի է ունեցել իր օրոք։ Եթե դրա պատասխանատուն ինքը պետք է լինի սուսուփուս դատարանում եւ ոչ թե գորգորալով, ոչ թե վիրավորելով, հայհոյելով, չգիտեմ, այլ հանձնում է գործը դատարանը դրանով զբաղվում է։ Դատարանը չի կարող գործը արդարությամբ տանի, ուրեմն պետք է արդարադատության նախարարը, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ կառավարության կողմից նշանակված անձա, պետք է ինքը արդեն հետևողական լինի եւ դատավորի հարցերը։ Վերջը ժողովուրդ ջան, ինչ եմ ուզում ասել, լավ, ես շատ խորացա, կներեք։ Այսօր տոն օրել է հաշվեք, որովհետեւ ընտրվել է ժողովրդի ընտրյալը, ով որ ընտրվում է, դա ժողովրդի ընտրյալն է, կարևորը տեղյակենք, որ տեղի չի ունեցել այդ քվեարկության ժամանակ տուփերի գողացում, լցոնումներ, տանեն ձայները, օրինակ ընդդիմության տված ձայները լցնեն Սևանա լիճը, բան, եղել է չէ՞ տենց դեպքեր անցյալում։ Այս բաները տեղի չի ունեցել։ Ուրեմն մաքուր արդար ընտրություններ ա եղել եւ իշխանությանը վստահել են 49.8% էլի համարյա 50% ընտրողների վստահել են։ Պարզավոր ցածր բան էլի մի քիչ գիտեք քիչ մարդիկ են մասնակցել ընտրողների քանի տոկոսն է 50-55%-ն ոնց որ մասնակցել, դա շատ ցածր է։ Ամեն դեպքում ինչ որ է, արդեն ունենք կառավարություն, ունենք ձևավորված ազգային ժողովում խմբակցություններ, կուսակցություններ, մաղթում եմ ձեզ չգիտեմ ինչ մաղթեմ ձեզ։ Ախր որ ձեր արածը հիշում եմ, չգիտեմ, դուք կփոխվեք, եթե կփոխվեք, ձեզ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, մաղթում եմ քրտնաջան աշխատանք, լրջություն, խոհեմություն։ Խնդրում եմ, որ այն ինչ որ ես ձեզ մաղթում եմ, ուշադրություն դարձնեք, ես հանդրության բոլոր շերտերի հետ կապ ունեմ, բոլոր շարքայինից մինչև վերև իմ տիկտոկյան հարթակը գիտեք շփում է ժողովրդի հետ եւ ես լսում եմ եւ իշխանության աջակցի եւ ընդդիմության աջակցի եւ նեյտրալ մարդու եւ պրոֆեսորի եւ դասախոսի տարբեր մասնագիտությունների մարդկանց ես լսում եմ եւ մի բան հաստատ գիտեմ երբ որ իշխանությանը վիրավորում եք ցավա տալիս իշխանության աջակցի սրտին երբ որ ընդդիմությանը վիրավորում եք ելի ցավա տալիս ընդդիմության աջակցողի սրտին հարգելի հայրենակիցներ հավատացեք, ինչ անում եք ուրիշին, նույնը պատկերացրեք ձեզ ու մի արեք դա, կամ արեք լավ բան, հարգեք ընդդիմության, այսօրվա ընդդիմություն, եթե դուք պետքա վիրավորեք իշխանությանը և չտանեք առողջ քննարկում ազգային ժողովում, դուք վիրավորելու եք 50% հաշվեք բնակչությանը, էլ չեմ ասեմ սփյուռքում ապրող, էլի կա, չէ, լիքը աջակիցներ իշխանությանը, Եվ փոխադարձ հակառակը իշխանություն, եթե դուք պետքա վիրավորեք ընդդիմությանը, իմացեք, որ այդ ընդդիմությանը էլի ձեր հայերն են ընտրել, ձեր հայրենակիցներն են ընտրել, եւ զգույշ կլինեք դուք էլ ձեր խոսքերը, առանց հայհոյանքների, առանց վիրավորանքների, առանց ընդհանրապես այդ շոուների, ինչ որ արել եք այս 5 տարի բոլորդ միասին։ Ես դժգոհ եի այս 5 տարվա կառավարման մեջ, ամենաշատը գոհ էի Սերժ Սարգսյանի թիմից։ Բերանը փակ նստած էին 5 տարի նստել են աշխատավարձ ստացել չկա մի հատ օրինագիծ ես չեմ հիշում որ մի հատ օրինագիծ իրանք հրապարակեն չեմ հիշում ելույթներ ավելի լավ է Սերժ Սարգսյանի թիմի նման եթե դուք պետքա կռիվ սարքեք խելոք ընդ նստեք ոչ մի բան չանեք քան թե հելնեք կռիվ անեք ողորմածիկ պապս կասեր աշխատող մարդու մոտ չեն նստի աշխատող մարդու մոտ պետքա դու էլ աշխատես պետքա օգնես հիմա եթե իշխանությունը կլանված աշխատանքների մեջ դուք պարտավոր եք օգնել եթե սխալ ուղղության վրա է պարտավոր եք ուղղություն ցույց տալ եթե ունեք բավարար գիտելիքներ ունեք բավարար ունակություն երկիր կառավարելու երկրում օգտակար լինելու դուք պարտավոր եք անել դա ուրիշ տարբերակ չկա այսքանը դե լավ նոր է սկսվում հələ հունիսի 8-ն է նոր է սկսվում այս թազա խորհրդ ազգային ժողովի
քանի երրորդ արդեն լիա գումար բանն է իրանց այդ քանի երրորդ ընտրությունն է մոռացել եմ հա վերջ ամեն դեպքում մաղթում եմ ամենալավը թող ձեր ամեն մի խոսքը ամեն մի գործը միտված լինի ի բարօրություն ի ուժեղացում Հայաստանի Հանրապետության ես հավատում եմ որ Հայաստանը ունի շանսեր զարգանալու հզորանալու բայց դրան հասնելու համար պետք է աշխատել ոչ թե վիրավորել, հայհոյել եւ բանսարկություններով զբաղվել։ Ես նույնիսկ ոչ մի ակնկալիք էլ չունեմ այս իշխանություններից, որ ասել են կզսնելու եմ, ինչ եմ անելու, ու օրենքի շրջանակներում թեկուս։ Ես չեմ հավատում, սա ուղղակի ինձ թվում է հաջո զրույց էր ընտրազանգվածի համար, ընտրազանգվածի այն հատվածը դուք էլ որ հավատացել եք, որ այդ բաները ելնելու է, եթե չլինի, ես ամենայն հավանականությամբ համարում եմ չլինելու։ Խնդրում եմ դուք էլ չհիասթափեք, ասեք, որտեվ ես համարում եմ, որ այս իշխանության գլխավոր գործառույթը այն չէ, որ գա կզծնի որևէ մեկին։ Ես ուզում եմ մեր կզած ժողովուրդը, եթե կզած են իրանց զգում, թող վեր հանի, թող տեղից հանի։ Եվ մենք պատերազմի հետո ծնկել ենք, կզած բառը կոպիտ է, բայց մենք ծնկել ենք, մեր պետությունը ծնկել է։ Ես ակնկալում եմ, որ այս իշխանությունները ոչ թե կզծնի աչուձախ, այլ աչուձախ այնպես անի, որ վեր հանի հայ ժողովրդի ոգին, հայ ժողովրդի տրամադրությունը եւ Հայաստանի Հանրապետությանը վեր հանի։ Ես դա եմ բանանում։ Էլա դա քո ծնողներին կբարևես իմ կողմից Զաբլակիրովից, Այդքանը։ Մեկ էլ ինչ էի ուզում ասել, հա, այնա տուզիկ ասեց, հիշեցի մի տուզիկի։ Մի հատ տուզիկ կար, ասել է, եթե ԿՊ-ն իշխանություն ըլնի, եթե իշխանությունները ընտրվեն, վերընտրվեն, ես անոնց փոխելու եմ դնեմ, ինչ անունը Ջուլիկ, հա, Ջուլիկ։ Այդ տուզիկին հիմա կասեք սրանից հետո Ջուլիկ։ Այդ տղան ասել է իմ անունս, եթե տղա էլ է, էլի, իր պահելաձևով ես չեմ համարում, տղան պետքա մեկ ուրիշ հայ տղու հետևից անպատասխանատու բառամթերք շախտա։ Այդ Ջուլիկին էլ, հա, կասեք տղա ջան, քեզ հավաքի ու լավ կլինի երևի կորես հանրության երեսից մարդ եթե իր անունը Ջուլիկ է դնում տղամարդը իրան Ջուլիկ է դնում դուք արդեն պատկերացրել եք այդ տղամարդու մեջ ինչպիսի հորմոններ կլինի եւ ինչպիսի պահելաձև հոգեբանություն ու բանավորություն կլինի արի դու մի երևա հանրության առաջ որովհետեւ դու երևալու կերպար չես էդի Ջուլիկին հետո հադրութեցի մի հատ բլոգեր կար էնել էր իմ նկարները իմ վիդեոները ավելի շուտ դնում էր ինձանից խոսում ես իրան բացատրեցի որ քո քաղաքական երկրպագած անձին կարան իմ հետ խոսան դու այդքան չկաս ներեմ քաշել բանի ինտերվյուի միասին զրուցենք որ հայ հանրությունը եւ արցախահայությունը հիմնականում տեսնի երկու արցախցու մտածելակերպ մեկը իր մտածելակերպի մարդիկ իրան են երկրպագել իմ նման մտածելակերպի մարդիկ ինձ բայց ճշմարտությունը ինչ ա եղել ճշմարտությունը այն ա եղել որ մարդը քաղաքականապես տկար է ինքը հետամնաց է քաղաքականությունից եւ խոսում է քաղաքականության մասին հիմա կպել էր իմ խոսքին ասել են 64 Ջուլիկն եկավ հա թե չէ հա Ջուլիկն այնա Ջուլիկի նկար ուրեմն հա ասել են 64%-ով այս անգամ անցնելու է իշխանությունը դե եթե վերցնենք ընդդիմությունը անցած տարի ամռանն եմ ասել ոնց որ թե աշուներ լավ եղանակները sense լավ եղանակները մի տարի առաջ ես ասել եմ որ այս իշխանությունը անցնել ստանալու է 54 անցած անգամ այս անգամ 64 ինքը իմ խոսքը բան վերցրել է իբր սուտ եմ ասում իբր ես տենց եմ ուզում ես ոչ թե ուզում կամ չեմ ուզում իմ ուզելը չուզելը չի թե հարցն է ես որ շփում ունեմ հանրության հետ եւ հասկանում եմ թե ժողովուրդը ինչ է մտածում ժողովուրդը ինչ է ուզում հիմա մեծ որ տենց խոսում եք ես ձեզ ոչ վիրավորում եմ ոչ էլ ուրիշ բաներ եմ ասում ուրեմն դուք հերրու խաղացեք այն մարդկանցից ովքեր որ գործից տեղյակ են ովքեր որ կապը չեն կտրել հանրության հետ թե չէ այս տեսախցիկը բոլորը ունեն կարա վերցնեն դեմը կանգնեն սկսեն ինչ ասես խոսալը էլ հայհոյել էլ էշեշ դուստալ ինչ ասես կարան ասեն այդ տղա դու ով ես դու ինչ կատեգորի մարդ ես դու ընդհանրապես իմ հետ քայլ ես գցում միջև ուր ես հասնելու ես քեզ ասեցի դու մի օր տարակելու ես
Ասել եմ թե չէ, եթե չեմ ասել, հիմա ասեմ։ Դու տրակել ես ու հիմա տրակած ես, որովհետև իմ խոսքերքը որ կպնում ես ինձ իբր թե սխալ հանում, ու քեզ մարդիկ տակը գալիս են, ասում մալադեց, հադրութեցի այդ բլոգերին, էլի օրինակ։ Վերջում իրանք էլ այդ մալադեցները պետքա չէ, մի հատ հասկանան, բա լավ, Գևորգը ես ինչ ասել է, խելքի մոտ է եղել, էլի սուտ չի եղել, չի խափել։ Վերջի էլ չեմ ասում ինչ սպառնալիքներ էին գրում հունիսի 8-ին Գևորգ վերջը եկել է, ինչպես անցած տարի հունիսի 8-ին, այնպես էլ այս տարվա հունիսի 8-ին նույն Ծիրանի ծառի տակ ես եթեր եմ անում, ու ես երկրից չէի պատրաստում փախնել, անկախ նրանից ես իշխանությունը ասներ թե չէ, ինչի համար փախնեմ։ Ու հիմնականում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների մոտ էր այդ ցանկությունը, որ իմ հետ վատ բան պետքա լինի, ինձ պետքա վնասեն։ Ընկերներ ջան, դուք Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում այնքան դեպքեր ա եղել։ Դուք չեք մտածում, որ Ռոբերտ Քոչարյանը պետքա երկրից գնա, այլ ոչ թե Գևորգը։ Գևորգը ինչ վնասատուել իր պետությանը։ Զինվորական պարտադիր ծառայությունս անցել եմ, իմ հայրենիքում ուսումը ստացել եմ, գործունեությունս գործս իմ հայրենիքում ա եղել, հա 6 տարի բացակայել եմ երկրից իրանց երեսից, հիմա որ իրանք չեն, ես խի պիտի բացակայեմ երկրից, այլ որ իրանք լինեն, էլի կարա պատճառն էլ ես բացակայի երկրից, ինչի, որովհետև ես չէի ուզի նահատակվեի հայի ձեռով օրվա իշխանության թողատվությամբ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի տարիներին իրանց թողատվությամբ լիքը սպանություններ էր ելնում։ Չեմ ուզում խորանամ, ուղղակի ինձ մի էլի բացատրեք կամ ու գրաժատ արեք, բան, ես ինչ եմ արել, որ իմարացի համար պետքա պատասխան տամ հունիսի 8-ին։ Խի հունիսի 6-ին չէի կարում ինձանից պատասխան ուզեիք, ասեք Գևորգ, սենց բաներ ես ասել, պատասխան տուր։ Կարո փախած եմ, կարո թռած եմ։ TikTok-յան լայվեր եմ բացում, համեցեք, եկեք զրուցեք իմ հետ։ Ով ինչ բողոք ունի կարա գանդե ասի։ Չգիտեմ այսօր կանեմ թե չէ, մի քիչ գերհոգնած եմ, ուշ եմ քնել 3։ Ամեն դեպքում լավ եղեք ժողովուրդ ջան։ Նորից շնորհավոր հայ ժողովրդի, շնորհավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, բոլորիդ շնորհավորում եմ։ Բոլորիդ, որովհետև ովքեր որ մասնակցել են ընտրություններին, ուրեմն կամքի տեր մարդիկ են, կապ չունի ում են ընտրել։ Ովքեր որ չեն մասնակցել, չեմ ուզում բան ասեմ, բայց ես չեմ ընդունում դա։ Դուք մտածում եմ, որ պատասխանատվությունից խուսափող մարդիկ եք, եթե չկա այլ պատճառներ էլ դե հիմա կարող է մեկը հիասթափությունը խորացած է, մեկը հիվանդ է, մեկը այլ պատճառներով բան, բայց հիմնականը մարդ որ ասում է չկա մասնակցել ու դա նշանակում է երկրի 5 տարվա այդ պատասխանատվությունից դու ինքդ խուսափես։ Ես չեմ խուսափել, իմ ընտանիքի անդամները չեն խուսափել։ Մենք գնացել ենք մեր ձայնը տվել եւ պատկերացրեք շատ էլ լավ ա եղել ինչ եղել է։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն։